բան եղած չլինի նոր։ Լեա հանգստացի էլ ինչ պիտի լինի։ Դե մինչև էս ինչեր են եղել։ Տենց մի բան։ Լեա քո այս վիճակով ընդհանրապես Լեոին չես օգնի։ Հանգիստ նստելով է չեմ օգնելու նոր։ Ծրող պուշ լինի։ Ախր ես մի բան պետք մատանու հետ կապված հորինեի, որ չգնարենք մեր պատմության մեջ Լեոն։ Լեա կարաս մի հատ ուշքի գաս։ Հերիք այլի ամեն ինչում քեզ մեղադրես։ Նոր ինձ չեմ մեղադրում։ Իրականությունն եմ ասում։ Մեղադրում ես Լեա։ Հիմա ով ինչ անի դու ես մեղավոր։ Լեո։ Ուր ես։ Այգում ենք, քեզ ենք սպասում։ Հանդիպեցիր պապայի հետ։ Հա, Ինչ խոսեցիք, ինչ ասեց։ հեսա կգամ կասեմ։ Լեո, սենց ասա, էլի խնդրում եմ։ Լեա կգամ կասեմ, համբերի հասնում եմ։ Ինչ ասեց։ Գալիս է։ Ու ահա որ կատաղած է։ Ես ես լարված վիճակից արդեն խանգարվում եմ, լուրջ եմ ասում։ Թողա Դավիթին զանգեմ։ Ինչի համար։ Դե թող Լեոին հանդիպի, խոսի, ես իր վիճակին մի հատ լուծում տա։ Ես վախենում եմ, որ Լեոն ավելորդ քայլերի ադիմելու այս վիճակը ավելի սրի։ Չէ, էլի նոր։ Հաստատ գալու է ջղայնանա։ Ավելավա սպասենք թող գա։ Ձեզ ունեմ դաբրոնտու սրա գլուխը բացեմ, էլի տանեմ նենց կորցնեմ, տարիներով մանգան չգտնեն։ Արամ գնալ է հետևից։ Հա, հիմա կգնամ, բայց ավելի լավ չի մտ հասկանանք սրա հարցերը ոնց ենք լուծում։ Սրա հարցերը վաղուց արդեն լուծված է, ուղղակի ինքը տեղեկ չի։ Սրանք ուղղակի չեն գիտակցում, որ ամեն օր ինձ չարացնում են։ Ամեն ինչ անում են, որ ես չարանամ, ու վատն է, որ դառնում եմ այտենց։ Չեն գիտակցում, որ այդ մենակ իրանց է վնասում։ Մի խոսքով Արամ, հիմա դու գնա Լեայի հետևից, սրանք իրար հետ մի հիմարություն չանեն։ Ուշանում եմ։ Մի հատ էլ զանգի։ Որ զանգեմ ջղայնանալու է։ Վայ Լեա ջան, դե դու էլ նստի, սենց լարվի անհանգստացի, հանկարծ Լեոն չջղայնանա։ Նոր ինչ է սենց ագրեսիվ այսօր։ Ագրեսիվ չեմ, ուղղակի ճիշտն եմ ասում։ Արամն է։ Սորոմ ջան, դու էլ կմնաս նենց պահերի կզանգես։ Հա, Արամ։ Լեա ջան, որտեղ ես դու։ Ինչի համար ես հարցնում։ Պապա տա ասել կամ հետևից հետ։ Պետք չի գալ հետևիցս։ Լեա ջան, ես անում եմ այն ինչ ձացումն ասել։ Ես էլ ասում եմ պետք չի Արամ։ Կներես հիմա չեմ կարող խոսել։ Բա եթե պատրաստ չի, ես ինչի համար եմ թղթեր ստանում։ Ու ընդհանրապես ես ինչի համար եմ քեզանից զանգ ստանում։ Չէ, ցավը տանեմ, հələ մի րոպե։ Մի ընթացքում գլուխը խառնել ես շատ զբաղված էի։ Դուք էլ ինչ ուզել, ոնց ուզել ձեզ ու գլխու արել եք։ Տենց չի։ Ես քեզ ավելի ուշ կզանգեմ։ Այ դու բարով ես եկել, ցավը տանեմ։ Արի Դավ ջան, առաջացի, ինչ կա, ինչ ա եղել։ Ցավը տանեմ, ինչ ես կանգնել, նստի։ Ես գիտեմ ով ես դու։ Արի առանց այդ խաղերի։ Չհասկացա քեզ։ Ասում եմ ես գիտեմ ով ես դու։ Ավո։ Ես ուզում եմ իմանամ իմ հերը ոնց է մահացել։ Հերս է ասել։ Հա։ Ես որ առաջի անգամ քեզ տեսա, զարմացա, որ արձագանք չտվեցիր, չճանաչեցիր։ Ախր դու մեծ տղա ես եղել, ինձ ոնց չես հիշում։ Իսկ դու ինչքան մեծ էիր, որ մեզ մոռացար ու գնացիր։ Ես ոչ մեկից չեմ մոռացել։ Սուտա, այդ սրտաճամլիկ սատերը իմ մոտ չեն անցնում։ Դու չկայիր, կորել էիր։ Մոռացել էիր մեզ։ Եթե տենց չէր գայիր, ինչի չէիր գալիս։ Բայց հիմա դրա համար չեմ եկել։ Եկել եմ, որ իմանամ հերս ոնց է մահացել։ Չգիտես։
Ուզում եմ մանրամասն իմանամ։ Դավո։ Պատմի։ Ռաֆին։ Աղբորս սպանել են։ Ով։ Չգիտեմ։ Գիտես։ Ասում եմ, չգիտեմ, չես լսում, չգիտեմ։ Այն վատ փողոցային կռիվների ժամանակ էր։ Մարկի համար էր կռվում, փող էր ուզում։ Արունը գլխին տված աշկերը կլորցրած սաղետ բոյանելով գնում էր։ Ասում էր Ռաֆո հերիկա, Ռաֆո ստոպտու, Ռաֆո վերջ։ Ռաֆոն լսում էր, Ռաֆոն լսել գիտեր, չլսեց։ Բենա գիտեր, չլսողի վերջը ինչ անում, տեսակ ինչ եղավ։ Ով է եղել հորը սպանող ավո։ Չգիտեմ, ախպեր, չեմ հիշում, դավո, այնքան վատ ժամանակներ էր։ Ընենց վատ ժամանակներ դու պուճուրս եղել, դու ինչ հիշես այ ախպեր։ Մանավանդ տենց տեղերում, շունը տիրոջը չէր ճանաչում։ Գզվրտոց, փողի համար ինչ ասես անում էին իրար։ Մարկի հետ կապված ինչ գիտես։ Մենակ էլ որ մահացել է։ Որտեղից է ինֆոն քեզ։ Փողը հույսով, մեծ հույսով տանում է Ռուսաստան, որ երեխուն աղբորս բալին փրկեի, հեն էլ չհասցրինք աղբեր մահացավ։ Որ հիվանդանոցն ասա։ Ես հիվանդանոց չեմ գնացել։ Ռաֆ ինչ-որ մեկի հետ էլ պայմանավորվել, ես դրան եմ գնացել տեսել, բան ես հիվանդանոց չեմ գնացել։ Այդ մեկի անունը ասա։ Չեմ հիշում, Դավո ջան, հո դու կարակ չես այդ ցավը տանեմ, չեմ հիշում, այսքան ժամանակ անցել, բա հոպարիտ գլխով ինչեր անցել։ Ես քեզ չեմ հավատում։ Մի հատ լսի, դու խելացի տղա ես։ Մի հատ կասես իմաստը որն է ձեզ խաբելու։ Բա իմաստը ո՞րն էր այսքան տարի չգալու, կորած լինելու, մեզ մոռանալու։ Հերս, քո շատ սիրելի պապիկը։ Այսինքն, ասեմ, ինձ բոլորից հետ կտրեց, ինձ բոլորից հետ հեռվացրեց, ինձ փծեց դրսերը, ու իմ կյանքը կործանվեց։ Այդքանից հետո հələ չի հանգստանամ, այդ մարդը չի կարող հանգստանալ։ իսկ ինչի համար։ Ռաֆի աղբորը սպանության մեջ ինձ է մեղադրում։ Ինձ է տեսնում Ռաֆի սպանության մեջ մեղավոր, բայց ես մեղավոր չեմ, Դավ ջան, ես ոչ մի բանով մեղավոր չեմ, ցավը տանեմ։ Հա ու հետո մի բան, հոպարը տեմ, հետը սենց հեգնանքով մի խոսա։ Բա ոնց խոսամ։ Մեծ սիրով ու հարգանքով։ Դե չէ, դե բա տենց ոնց կլնի։ Պապը ուրիշ ձև է սովորացրել, չէ, որ ես տականք եմ, որ ես քայլող փորձանք եմ, ես վատն եմ, ինձանից հեռու, ես վտանգավոր եմ, ինձ ատեք, ինձ չսիրեք, ինձ տենակ կիլոմետրերով հեռու մնաք, տենց ա եղել, չէ։ Դե եթե տենց էր հակառակ ապացուցեիր։ Գայր։ Մեր կողքը լինեիր։ Չնայած ինչ եմ խոսում։ Ոնց հասկանում դու Հունանի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ ես եղել ու իր արժի համակարգը լավ էլ ընդունում ես։ Մյուս անգամ դրա անունը դու իմ մոտ չտաս։ Ես ձեր թշնամին չեմ, Դավո։ Ճիշտ ես։ Դու մեզ ամենածանր պահին ես թողել։ Այն պահին ես թողել, երբ մենք ամենաշխատակը կարիք ունեինք։ Դժվար թշնամին տենց բան աներ, այդ կարգի չէր հասնի։ Դավ, ցավը տանը։ Հոպար, օրեն են ստենք էլի։ Ցավը տանեմ, Դավս, հոպարդ հոգնել է, սպասի մի քիչ շունչ քաշեմ, նորը չեմ կարող ես տան իրար։ Դու պապիկներից ես։ Եկա բիձա մարդ եմ, հենց էլ սիրուն ասում պապիկներից, բա ինչ եմ։ Պապան ասես, բա դու ամենաուժը հոպարներից ես։ Պապան ասե։ Հա։ Դավ, պապան հաստատ տենց բան է ասել։ Հա։ Հələ աչքերից նայ։ Չես խափում։ Չէ։ Տեսատես ուժեղ հոպարը ինչա անում։ Նայ, 3, 2, 1։ Ահա։
Էսա ուժեղ ավոպար ուժեղ Դավոին ունենց է պատտցնում, որ Դավոն մնա զարմացած։ Չալոն մնաց։ Ասում եմ Դավոն մնա զարմացած։ Չալոն մնա։ Դավոն մնա, Դավոն, էսա Դավոյի պես ինչ եմ անում։ Իմ ուժեղ Դավոս։ Դեմքդ այսքան ժամանակ շատ աղոտ է հիշում, շատ աղոտ, բայց հիմա այլ երբեք չեմ մոռանա։ Երևի պապատու Լեոն թունդ վիճել են։ Դրա համար էլ Արամին ասելա, որ գնա քո հետևից։ Նորախորդ նրանից է, որ պապան ու Լեոն համառությամբ շատ նման է։ Դե հա, ու դրանից գուշակ եկով ատուժում, իհարկե Լեոն։ Եկավ։ Լեա, դեմքից երևում է, որ թունդ վիճել են, խոսքի չի։ Բարև Նարեջան։ Բարև։ Լեո, ինչ եղավ, ինչ խոսեցի։ Էական չի ինչ ենք խոսացել։ Ինձ լսի Լեա, գնում ես, շորերը հավաքում ես ու գնում ենք երկրից։ Լեո, լավ էլի։ Լավ էլի չկա Լեա։ Անում ես այն ինչ ասում եմ։ Հերիք այս լարվածության մեջ ապրենք, մարդ ենք։ Կներեք, որ խառնվում եմ, ուղղակի շատ սրտացավ եմ։ Չեմ կարա չասեմ։ Նարե, եթե ասելու ես, որ սխալ բան ենք անում, ավելի լավը չասես։ Չէ, պիտի ասեմ։ Ախր հոմանկապարտեզ չի, ուր եք գնալու, ինչ եք անելու։ Այս կարևոր որոշումները կայացնելուց առաջ պիտի լավ մտածեք։ Կմտածենք հանգիստորեն։ Երեխեք իրոք վտանգավոր է շատ։ Արդեն որոշված է։ Ասա Հունան, Ուր ես։ համենայն դեպս ոչ քո տանը։ Իմ։ Ես իմ տուն Էռնային չէի թողնի։ Փաստորեն գնացել ես։ Հանդիպել եք։ Ոնց հասկացա, ուզում էիր հանդիպեինք։ Կարծում ես շատ եմ կարոտել Էռնային, առանց իրեն չեմ կարող ապրել։ Մի հատ հեգնական վիճակդ մի կողմ դիր։ Մենք բոլորս հեգնանքի ենք արժանի, ինչ է մի կողմ թողնեմ։ Հա, ճիշտ ես։ Աղջիկը տնես չի արել, որ ոտքից գլուխ թաթախված ելնենք այդ ամեն ինչի մեջ ու չկարողանանք դուրս գանք։ Հասել ենք այնտեղ, որ Լեոն գալիս է իմ կաբինետ, հետս բազար անում ու ես էլ ինձ զսպում եմ այնքան, որ պատուանից դուրս չշպրտեմ։ Էռնայից ես բողոքում։ Աղջկադ նայ ավելի լավ է։ Ընտիր, այս կետին չէինք հասել։ Հələ շատ կետերի չենք հասել։ Քիչ-քիչ գնում ենք դրան։ Հիմա ինչ զանգել ես, որ 18 տարեկաների պես հեռախոսով կռվենք։ Չէ։ Մի քիչ հետո կգամ հետևիցդ։ Ինչի համար։ Դավիթ։ Այսօր ավոյին եմ տեսել։ Շատ երկար խոսացել ենք։ Ինչի մասին։ Ամեն ինչի։ Որ եղբայր տա, բան չունեմ ասել։ Բայց դրա ամեն ասածը բանի տեղ մի դիր։ Պապի, ես 2 տարեկան երեխա չեմ։ Ավոյ ամեն ասածին էլ հաստատ չեմ հավատալու։ Մարդ ես էլի ինչ իմանամ։ Ինչ էր ասում։ Այն որ ինքը պապային փորձել է հետ բայի, այդ կռիվներից։ Պապան կռվել է Մարկի համար, որ կարողանա փող աշխատի ու Մարկի կյանքը փրկի։ Այն, որ դու ես իրան վռնդել ու ջնջել մեր կյանքից ու դրանով կործանել ես իրան։ Մի խոսքով, որ ինքը մեղավոր չի, մնացած բոլորը մեղավոր են։ Բայց արի հիմա իր մասին չխոսանք։
Որովհետև ոնց հասկանում եմ, ինձ շատ ժամանակ է պետք լինելու, որ մարսեմ այս հանդիպումը։ Դավ, մի հատ տարի էլի։ Ինչ ես անում։ Ես ու Լեան գնում ենք Դավ երկրից։ Ինչ, տենց ստացվեց Դավո։ Մենք պետքա գնանք։ Եթե չգնանք, միասին չենք կարա լինենք։ Իսկ որ գնացինք, հաստատ միասին ենք լինելու։ Լեո, ասենք երկրից գնալով չի։ Դրանով հարց չես լուծելու։ Հունանը եթե մտքին դրեց, ուր է լինեք ձեր հետևից հասնելու է։ Ու այդ ժամանակ որ հասավ, արդեն մենք կողքը չենք լինելու։ Ինչ ես անելու։ Դավո, որոշված է։ Ուղղակի ասեցի տեղյակ պահեմ քեզ։ Մի հատ չորերը դիպտեղ ու իջնենք ներքև մարդավարի խոսանք։ Խոսալու բան չկա Դավո։ Ասում եմ որոշված է, ես գնում եմ Լեայի հետ։ Ես էլ ասում եմ շորերը հետ ես դնում, իջնում ենք ներքև հանգիստ խոսում ենք։ Հանգստացի մի հատ ու երեխա չես։ Ինչքան հանգստացա հերիք եղավ Դավո։ Ինչքան հանգիստ եղա, դզիս նստեցին։ Հիմա ասել է ինչ արեցին։ Հունանովը, որ իրա պատճառով դի երկրից գնաց։ Գնում ես ինչ, հենց կործանվես։ Դա ախպերական ես կոմ արել։ Կանգնի արալը։ Լեո։ Պապի, քեզ լավ նայի, կզանգեմ։ Ուր ես գնում, տղա ջան։ Ոչ մի տեղ էլ չի գնում, պապի։ Դավո։ Հա։ Գնա նստի կխոսանք։ Դուրս տեղ մի երեխայացի։ Լեո, ասում նստի, պետքա խոսանք։ Դավո կզանգեմ, կխոսանք դուրս տեղ։ Չէ, Լեո։ Պետքա դեմ առ դեմ նստենք ու խոսանք։ Գնա նստի։ Ինչ է պատահել, Լեո։ Դավո ձեռս առնում դուրս տեղ։ Լեո, շատ կարևոր բան կա այդ խոսելու։ Գնա նստի, որ խոսանք։ Դավո անկապ բաներ մի խոսա, դուրս տեղ։ Լեո, ասում շատ կարևոր բան ունենք խոսելու։ Գնա նստի, որ խոսանք։ Ասա ինչ ա եղել։ Հոպարին են գտել։ Հոպարին։ Հա, հոպարին գտել ենք։ Դրա համար եմ ասում նստի, որ խոսանք։ Գնալով չի։ Լեո, երբ այս լարված վիճակն անցնելու էլ ներվերս չի երիքում։ Նարբա, ես ինչ ասեմ։ Բան մի ասա։ Ուղղակի չգիտեմ, այս փախնելը ինչի է հանգեցնելու։ Մամանանք ինչ անենք ախր։ Դու այն ժամանակ լավատես էիր, հենց հերթը հասավ ինձ դարձել վատատես։ Հա, բայց ես ոչ բան չասեցի։ Վախեցա։ Այդքան վախենալու էի։ Ինչ ես եկել։ Պապա տա ասել, որ գտնեմ քեզ ու չթողեմ ինչ-որ բան անես։ Այդ ես ինչ էի պատրաստվում անել, որ դու էլ չթողնես։ Դե ոնց երևում է հավաքվում ես, որ ինչ-որ տեղ գնաս։ Դա քեզ չի վերաբերում, Արամ։ Վերաբերում է։ Այդ երբ վանից։ Լեա, արի ես երեխայական վիճակները մի կողմ դնենք։ Իսկ մեր մեջի միակ երեխան ստեղ դու ես։ Հիշի, որ քո դիմաց կանգնած է հասուն աղջիկով ինքն է որոշում ուր գնա, երբ գնա ու ինչ անի։ Դու ինձ առհասարակ ոչ մի բան չես կարող արգելես։ Ու մի բան լավ հիշի։ Աշխարհն էլ որ փուլ գա, մենք իրար հետ չենք լինելու։ Այդ թեման մեկընդմիշտ փակա։ Իսկ հիմա դուրս արի խանգարում ես։ Չեմ հասկանում ինչ ես այդպես sense խոսում։ Որ հեռու մնաս ինձնից։ Լեա, ես այսքան ժամանակ քեզ վատ վիճակի մեջ դրած կամ։ Չէ, Արամ, բայց հաստատ որ թույլ տամ կգա այդ պահը։ Հիմա խնդրում եմ դուրս արի խանգարում ես։ Այս տղային ինչի չորեցիր, որ հիմա պապատ ասել է ինքն էլ անում է։ Ավելին ար։ Ասա Արամ։ Հալո։ Լեան իրերն է հավաքում։
Ուրա գնում։ Չասես։ Կգնա, բա ինչ կանի։ Աչքդ վրան է սպաղում, հեսա կզանգեմ։ Այս ինչերի մեջ եմ խառնվել։ Ասա քեզ պետք է։ Ոնց եք գտել։ Կարևոր չի ոնց են գտել։ Կարևորն է, որ ինքը մեզ շատ մոտ է եղել այսքան ժամանակ, բայց մենք չենք իմացել։ Մոտ ա եղել։ Հա, Ով ա Դավ։ հələ մտածի։ Դավ ուղիղս չի աշխատում, ասա ով ա։ Հունանի պես են։ Ավոն։ Չէ, ախպեր, չի կարա տենց բան լինի։ Դե հիմա արդեն եղել է։ Լավ էլի։ Դե թող գնա ախպերս։ Գնա մենք կզբաղվենք այդ հարցերով։ Դավո թեման մի փոխի։ Ու հասկացի, որ ես ուրիշ տարբերակ չունեմ։ Գնալը տարբերակ է։ Հա։ Ինչ որ ժամանակով պիտի կորենք։ Մինչև ամեն ինչ հանդարտվի։ Դու լավ գիտես, որ չի հանդարտվելու, Լեո։ Դավախր դու էիր ասում։ Անեմ նենց ոնց ուզում եմ։ Խնդրում եմ քեզ ինձ դեմ մի եղի։ Ու թող անեմ նենց ոնց ճիշտ եմ գտնում։ Իսկ ավոյի թեման հաստատ կսպասի։ Չեմ հավատում, ահա։ Լավ, հիմա ոնց թողնեմ գնամ։ Պապի գոնե դու մի բան ասա։ Ինչ ասեմ տղա ջան։ Բան չունեմ ասելու։ Դավ չեմ կարա չգնամ։ Գնա։ Բայց իմացի, որ սխալ ես անում։ Հավատա չէ։ Ինձ լսես չես գնա, Լեո։ Մնացածը դու գիտես։ Լավ ես։ Դուրդ գալիս, հա։ Գոնե հիմա հասկանում ես ինչ արեցիր։ Ռաֆո, հիմա գոնե ջոգում ես, գլխիս ինչ սարքեցիր, արա։ Մեռա քեզ ասելով մի կռվի։ Մեռա ասելով հերիքա վերջ, Ռաֆո, ստոպ տուր։ Չէ, ոնց կլինի։ Աչքերդ բներից դուրս էին եկել։ Փողի հոտ էիր առել։ Հետո ավոին կասեն փողի մեռած։ Հնեց կռվեցիր, հետևանքները աղբերը տա քաշում։ Քեզ ինչ կա։ Դու հանգիստ քո համար առոք-փառոք պարկել ես, իսկ ես դե մեռնում եմ։ Ես ինչ արի, Ռաֆո։ Հիշում ես։ Հիշում ես, ասում էի Ռաֆո մի գնա, մի կռվի։ Ինձ ինչ ասեցիր։ Ավո ինչ ես առաջարկում, թռնենք, տեսարով թռավ։ Տեսարով թռավ։ Անելու չէ։ Անելու չէ, Ռաֆ։ Օդից կախված աղբերդ։ Ինչ անեմ, մեռնեմ կյանքիդ, ինչ անեմ, ես անելու բաներ, որ դու արեցիր իմ գլխին։ Ինչ ասեմ։ Ինչ էլ ասեմ, ոնց էլ ասեմ, մեկա սխալը ավոնա։ Դու ճիշտ ես։ Ռաֆոն սուրբ է, Ռաֆոն լավն է, Ռաֆոն բարի է։ Ավոնով է, ավոն բանի պետք չի։ Պապան գիտես ինձ մի օր ինչ ասեց։ Աղբորդ գերեզմանի խունկ չծխես։ Այ դրան արժանացրեցիք ինձ, Ռաֆ։ Այ դրան։ Ինչ էլ ասեմ, մեկա վերջում ես եմ մեղավոր դուրս գալու։ Ավոն մեղավորների մեղավորն է, որ ապրում է, որ չի մեռել։
Լեո, խնդրում եմ զգուշ կլինեք։ Անպայման։ Բա երբ եմ քեզ տեսնելու։ Չգիտեմ նոր։ Լեո, արդեն լոցից գալիս է, լուրջ եմ ասում։ Բա Լեոն որտեղ է։ Իմ մեքենայի մոտ կտեսնում ենք։ Լեո, կներես պիտի ասեմ, բայց սիրտս վատ բան է վկայում։ Նոր։ Վերջացրու։ Կզանգեմ, արեմ։ Չմոռանաս։ Ինքիրա գլխին սարկմա դու ասում ես մի անհանգստացի։ Բայց ինչ է իր անելու։ Կապելու էր, որ տնից դուրս չգար։ Մեծ տղա է։ Հա որ մեծ տղա է, բայց էշություններ անում ումա պետք։ Սիրտս ցավում։ Գնամ դեղերդ բերեմ խմես։ Կերակել կյանքս։ Էլ չեմ դիմանում։ Վախ Աստված։ Որ խնդրեմ կասես ուր ենք գնում։ Գրողի ծոցը։ Հա, էլի խնդիր չկա, բայց սենց բաները նախորոք ասա։ Լավ արի հիմա այս հիմար խոսակցություններին վերջ տանք։ Ու անցնենք բուն թեմային։ Մենք ինչ պետք է անենք, որ կտրենք մեր աղջկան այդ Լեոից։ Նոր Արամներ զանգել, ասում է իրերն է հավաքում։ Ինչ պետք է անենք։ Չգիտեմ։ Սուտ ես ասում, գիտես։ Չգիտեմ։ Լավ է տեղական չի, ես այդ հարցը կլուծեմ։ Հիմա ավելի լավ է ինձ ասես, թե ոնց պետք է անենք, որ այդ Լեոից մեր աղջկան կտրենք։ Սպանում ենք։ Ինա ես լուրջ եմ խոսում հիմա։ Չէ, ես շատ լուրջ եմ խոսում։ Ինչ ենք անում, որ մեր աղջիկը հեռու մնա այդ լակոտից։ Ես որ սկսեցի շատ վատ բաներ կանեմ։ Տես քեզ հիմա տալիս եմ շանս, որ դու իրավիճակը մեղնես։ Ինչի որոշեցիր, որ այս ներկայացման մեջ հենց բացասական կերպարը պիտի խաղաս։ Անճանաչելի ես դարձել Հունան, ուշքի արի։ Ու հələ ես պետք է ուշքի գամ, հա։ Այդ դուք պետք է ամբողջ ընտանիքով ուշքի գաք։ Ձեռ եք առնում, ինչ չեմ հասկանում։ Չէ, ձեռ չեմ առնում, ճիշտ եմ ասում։ Ասածիդ մեջ ոչ մի ճիշտ բան չկա։ Լսի, ինչ ես ուզում։ Աղջկադ այդ Լեոից պետք է հեռու պահես։ Ոչ թե տանես առանձին պահես, որ երբ ուզի գնան գնի գիրկը։ Ուրեմն զանգի Լեային։ Ասա, որ դու ես սպանել Լեոյի հորը։ Թող հեռու մնա։ Դու լորիվս գժվեին, հա։ Չէ, չեմ գժվել, այդ միակ լուծումն է հիմա։ Զանգի։ Զանգի, ասա, որ դու ես սպանել Լեոյի հորը, ու դրա համար Լեան չի կարող լինել Լեոյի հետ։ Զանգի, հերիք եղավ։ Եթե չես զանգում, ես եմ զանգում։ Չէ, դու լրիվ խելքդ գցել ես։ Չէ, խելքի եմ եկել։ Հա, քեզ էլ թվում է քո այս մտածելակերպով աղջկադ խելքի ես բերել։ Զանգի Լեային։ Ռավ։ Ապել։ Ապել։ Ռավ։ Ես ինչ արի գարախ բերի չի շնչում, Ռավ։ Ռավ։ Ռավ ցավը տանեմ, աղբերս հələ վեր կաց։ Ինքը իրան Հունանի հետ ճիշտ չպահեց։ Հիմա նույն սխալը դու ես ան։ Ինքը իր հասանելիք փողն էր ուզում։ Ինքը կրել էր, իսկ դու սպանեցիր իրան։ Անես շանս քեզ էլ աղբորոդ հետևից ուղարկեմ։ Ռավ, ցավը տանեմ, վեր կաց, Ռավես, ուժեղ ես դու, Ռավ։ Հավո հերիքա, դու քեզ տանջ ես, դու ոչ մի բանում մեղավոր չես, լսում ես, դու ոչ մի բան չես արել, մոռացի։ Ասա լավ տեղ եմ բերեք յանք։
Դե հետո էլ բողոքում եք ինչի հաց չեմ սարքում, սենց լավ տեղեր գիտեք, եկեք կերեք էլի։ Երես առարա ոնց որ։ Այսի զուտ հարսանիքից առաջ քեզ բոնուս, հետո սենց բաներ չի լինելու։ Հարսանիքից մի խոսա էլի, ես հենց սենց անպատրաստ վիճակ չեմ տեսել։ Այս հավատանը միշտ այ անպատրաստ համեստ կուճուր հարսանիք էիր ուզում էսա։ Կանենք եթայինք են Դենյանի վրա մեծալը վեկալենք 300-400 հոգանոց հարսանիք անենք։ Բայց ժամանակ չկա։ Ժամանակ չկա, թե ձերոնք տրամադրված չեն։ Ձերոնք է մեռան տրամադրվելով էլի։ Հայդեպ այդ թեմայով էլ էի ուզում հետդ խոսեի։ Այսինքն իմ կողմից մարդ չի լինելու։ Ոնց ուզես, կանք ես ուզում ես լինի կլինի։ Իսկ տեղյակ են, որ լինեն։ Ուզում ես տեղյակ բան կլինեն։ Գնալու ես հրավիրես։ Կանքս ես քո համար ցանկացած զողողության կգնամ ինքս։ Դե նենց չի, ես քիչ եմ զողողությունների գնացել։ Եղք մանան, եղք։ Սկսվում է։ Ես չեմ պատկերացնում, կլինի օրինակ մի ժամ, որ մենք հանգիստ նորմալ շփվենք։ Միակը կլինի։ Մի քիչ բերանդ փակ պայես ամեն ինչ էլ կլինի։ Բող Համեցեք։ Ոնց ես։ Սիրտդ ոնց է։ Սիրտս ասում եմ, ես ինչ եղա։ Ես ինչ պատահեց, որ մի անգամից իմ ընտանիքը այսպես կրակն ընկավ, հա։ Կկարգավորվի ոչինչ։ Ամեն բան իր տեղը կընկնի։ Ինչը կարգավոր։ Ախպերդ թողը գնացել է, չգիտեմ էլ ուր։ Են հոպարդ հայտնվեց, պարզվեց ձեր թշնամու փեսանա։ Դրա անունը մի տուր պապի։ Էդ ինձ հոպար չի։ Ու ինքը իմ թշնամուց էլ թշնամի է։ Դե հիմա Բայց վիճակում ոնց կարող եմ լավ լինել, սիրտս լավ լինի։ Ես հիմա այդ ավոյի մասին չեմ էլ մտածում։ Հիմա իմ ուշքում միտքը Լեոնն է, որ պատկերացնում է Թունանի ինչեր կարող անի, սիրտս կանգնում է։ Եթե հանկարծ համարձակվես տղայիս մնասել, են Աստված, այս տարիքում մարդասման կդառնա։ Ապեխ ես մեռել եմ, որ դու պետքա պաշտպանես Լեոյին։ Դե ուրեմն ինձ ողջ թակրիկ բրցնեմ։ Ես մակոնցների ընտանիքը ես ինչ պատիժ էր, թափվեց մեր գլխին։ Լեո, հուսով եմ ճիշտ բան ենք անում։ Լեա, ես էլ չեմ մտածում ճիշտ ենք անում, թե սխալ։ Անում ենք նույնց ոնց որ պետք է։ Սիրտս շատ արագ է աշխատում։ Լեա, հանգստացի ու հերիքա բերելուց ես։ Լեո, ես ովքեր են։ Չգիտեմ։ Ո՞վ է։